Իսկ ինչու է Փաշինյանն ընտրել հենց Սուրբ Ծննդյան շրջանը։ Հակոբ Բադալյանը կարծում է, պատճառը ոչ միայն սիմվոլիզմն է, ուխտերթը կլուծի նաև սակավամարդության խնդիրը, որը Փաշինյանն ունեցել է եկեղեցու դեմ նախորդ շարժումների ընթացքում։ Դա իշխող ուժի համար հակաքարոզչությունից խուսափելու եղանակ է։ Պատարակների կազմակերպման առումով Նիկոլ Փաշինյանը արժանացավ սակավամարդ միջոցառումների եւ սա փորձեց օգտագործել ընդդիմությունը, քաղաքական ընդդիմությունը ցույց տալու համար, որ Փաշինյանի հակաեկեղեցական արշավը չունի հանրային աջակցություն։ Ես կարծում եմ հիմա Նիկոլ Փաշինյանը քայլերթով կփորձի ցույց տալ գոնե նախորդ այդ պատարակների ընթացքում բազմամարդության տեսանկյունից հնարավորինս շատ մասնակիցների թիվ։ Փորձագետի գնահատմամբ, քանի դեռ Փաշինյանը կենտրոնացած է քաղաքական միավորներ կուտակելու վրա, ռիսկերը վերահսկելի են, սակայն դրանք կարող են կտրուկ աճել, եթե իշխանությունը փորձի հնարավորինս արագ հանգստի կոչել կաթողիկոսին։ Այդ դեպքում Հայաստանը կարող է կանգնել լուրջ քաղաքական ճգնաժամի առաջ։